Ինձ միշտ էլ դուր են եկել այն արտիստները, այն բեմի մարդիկ, ովքեր որ արել են հետաքրքիր եւ տարբերվող բաներ։ Իմ երաժշտության մեջ կա մի բան, որը անհերքելի է, դա անկեղծությունն է։ Անկեղծ լինելու համար պետք է առաջինը լինել համարձակ։ Կանացիության ուժը բնությունից մեզ տրվում է։ Յուրաքանչյուր արտիստ շոյանքի, այդ գնահատանքի կարիքն ունի առավել, երբ որ ինքը կա, երբ որ ինքը ապրում է։ Շատերը կմտածեն միգուցե ես խաղում եմ այս պահին, բայց ես չեմ խաղում։ Աչքերս վկա, հայացքս վկա։ Երբևիցե չեմ մտածել, որ ես այն արվեստի մարդն եմ, որ պիտի հետք թողի հայ երգարվեստում։ Բարև ձեզ։ Ձեզ հետ առաքելությամբ կինն է, իսկ այսօրվա մեր հյուրը ուժի, կանացիության եւ ինքնության համադրություն Հասմիկ Կարապետյանն է։ Շնորհակալություն, որ հյուրընկալել եք մեզ։ Ողջույն, անչափ ուրախ եմ գտնվել կրկին անգամ այս տաղավարում, որովհետև հենց ինքը հաղորդման անվանումը առաքելությամբ կինը բավականին պարտավորեցնող է։ Շնորհակալ եմ ինձ այդ շնորհելու համար եւ կարծում եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Ձեզ եմ շնորհակալ, որ եկել եք։ Եվ առաջին հարցը, որը կուզեմ ձեզ հղել, ձեր բեմական կերպարը միշտ ունեցել է հստակ ոճ եւ ինքնություն։ Ինչն է ձեզ տարբերում մնացածից։ Իզաբելա ջան, ես երբեք չեմ մտածել իմ կերպարի մասին, այդպես մասնավոր, երբեք չեմ մտածել, ամեն ինչ ստեղծվել է մի տեսակ ինքնստինքյան, ինքնաբերաբար, որովհետև երբ ես սկսել եմ երգել, հենց այդ իսկ պահից մտնելով ստեղծագործական կյանք միշտ ունեցել եմ մարդիկ, ովքեր այս կամ այն ժամանակահատվածներում ինձ ուղղորդել են։ Օրինակի համար սկսել եմ երգել Արձագանք ստուդիայում, այդ ժամանակ ինձ ուղղորդում էին Եղիշե Պետրոսյանը, Արտավազդ Բայացյանը, իմ առաջին քայլերն այնտեղ եմ արել, հետո արդեն երգի պետական թատրոնում, որտեղ որ Արտուր Գրիգորիչների ուղղորդողը բոլոր իմաստներով, այնտեղ արդեն ավելի խորը, ավելի լայնածավալ, այն իմաստով, որ ոչ միայն երգում էի որպես հեղինակ, այլ նաև բեմադրվում էին մյուզիկլներ, հետաքրքիր բեմականացումներ, որտեղ ես ավելի հանդես էի գալիս նաև որպես դերասանուհի, իսկ բեմական կերպարը պետք է ասեմ, որ իմ մեջ արդեն եղել է, այսինքն ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող, որ մտնում է այդ դաշտ, արդեն ինքը այդ կերպարով էլ հենց մտնում է, եւ առհասարակ չեմ էլ մտածել, որ ես այդպես հատուկ բեմական կերպար ունեմ, փաստորեն ունեմ, որ նկատվել է։ Իհարկե ունեք, շատ ուրախ եմ։ Իսկ կա որևիցե խորհուրդ, որ ձեր ուսուցիչները ձեզ տվել են, որ մինչ օրս հիշում եք։ Խորհուրդներ շատ են եղել իմ կյանքում, հենց այդ նույն ուսուցիչներիս կողմից, բայց կա մի խորհուրդ, մի պատգամ, կարելի ասել, որը որ ես երբեք չեմ մոռացել, այսպես շատ տպավորվել է եւ անընդհատ ես հիշում եմ այդ մասին։ Արտուր Գրիգորիչը ինձ մի օր ասեց. «Հասիկո ջան, ես ուզում եմ քեզ տալ այս կյանքի ամենակարևոր խորհուրդը, ուղերձը, ուր էլ լինես, ինչ էլ անես, երգես, չերգես, ընտանիք կազմես, չկազմես, ասեց հիշիր մի բան, միշտ մնա մարդ»։ Այսինքն ասեց մեզ համար ամենալավ մասնագիտությունը դա մարդ մնալն է, յուրաքանչյուրիս համար, դա շատ այսպես ուժեղ է տպավորվել իմ մեջ եւ ես հասկացել եմ, թե ինչ խորիմաստ բան է ինձ ասված եւ անընդհատ ինձ պետք է եղել դա, որովհետեւ եղել են իրավիճակներ իմ կյանքում, որ ես կարող էի մարդ չմնալ, ես կարող էի փոխել ինքս ինձ, չարանալ, ինչ որ մարդկանց արարքների ազդեցության պատճառով դառնայի վատը, բայց ես այդ խոսքը, այդ նախադասությունը հիշելով փորձեցի եւ կարծում եմ ինձ մոտ ստացվեց մնալ մարդ։ Ինչպես եք պահպանում ձեր անհատականությունը, երբ շոու բիզնեսում բոլորը իրար նմանակում են։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանն այն է, որ ես ի սկզբանե հեղինակ եմ։ Այսինքն
հիմնականում ես կատարում եմ այն, ինչ հոգուց բխած է, ինքս եմ գրում, ինքս եմ հորինում այն մեղեդիները, որոնք հետո արդեն դառնում են երգեր, որոնց վրա դրվում է խոսքերը, թե իմ գոլեգաների, որոնց հետ անընդհատ համագործակցել եմ Ավետ Բարսեղյան, Վարդան Զադոյան, Գիսանե Պալյան, այսինքն կարծում եմ, որ հեղինակը ինքը իրենով արդեն տարբերվում է եւ հեղինակը թող անհամեստ չթվա, բայց այնքան ինքնաբավ է, չէ՞ որ ինքը ստեղծում է իր ներսում եղած ապրումներից երգեր։ Իմ դեպքում ավելի շատ այդպես է։ Դու արդեն ինքնաբավ ես, դու այլևս ցանկություն չունես նմանվելու կամ կրկնօրինակելու ինչ-որ մեկին, եւ ասեմ, որ միակ երգչուհին, ում այդպես ոչ թե փորձել եմ, բայց անկախ ինձանից մի քիչ կարիերայի սկզբում կրկնօրինակել եմ, անկախ ինձանից նորից եմ նշում, որովհետեւ շատ դուրս գալիս էր, դա այն ժամանակյա Լինդան էր, երբ որ ես 15-16 տարեկան եմ եւ այդ ռուսական էստրադայում այսպես ինքը շատ էր առանձնանում բոլորից, Մաքսիմ Ֆադեևի հետ միասին իրենք հրաշալի պրոյեկտ էին այդ ժամանակ տվել Վառոնա, ուրեմն ձայնասկավառակը, որը մինչ օրս լսվում է այնքան լավն է, թե գործիքավորումն։ Ես ուղղակի այդ աղջկա կերպարը ինձ շատ հոգեհարազատ էր, որտեվ ինչ մեղք կստացնեմ, լինելով շատ այսպես դյուրամարս կյանքում, այսինքն ընկալելի, adekvat, իմ մեջ կա նաև երկրորդ հասմիկը, որը որ տարօրինակ է, ես դա շատ լավ ընդունում եմ եւ ինձ միշտ էլ դուր են եկել այն արտիստները, այն բեմի մարդիկ, ովքեր որ արել են հետաքրքիր եւ տարբերվող բաներ։ Իսկ դուք ասացիք, որ դուք եք հիմնականում գրում ձեր երգի բառերն ու երաժշտությունը։ Այո։ Կասեք, ինչն է ձեզ ավելի շատ ուժ տալիս ստեղծելու եւ ինչ եք ուզում ասեք, ավելի շատ ուժ տա լսողին, թե բուժելու ունակություն ունի ձեր երաժշտությունը։ Ոյ, ինչքան այսպես շռայլ էր այդ երկրորդ հատվածը, բուժելու հատկություն, որովհետև բուժում են արեկացին, հա։ Այո, բայց դուք երգ ունեք, որտեղ ես գնում եմ սիրել։ Այդ իմաստով։ Ահա, շատ մարդկանց կարող է այդ երգը այդ պահին ուժ տա, որը կասի վերջ, ես այստեղ որոշել եմ հստակ ու գնում եմ։ Այո, իմ դեպքում բուժելը շատ շռայլ է ասված, իրականում Իզաբելա ջան, ես կասեմ, որ օգնում է, միգուցե ուժ է տալիս, այո, իմ երգերի մեջ կա այդ երևույթը, ես մաքսիմալ եղել, այդպես ստացվել է ինքնակենսագրական երգչուհի եմ ստացվել, որտեղ ինչպես արդեն նշեցի, հոգուս բխած ապրումներն են երգերի տեսքով դուրս գալիս, իսկ օգնել եմ շատ ու շատ աղջիկների, ովքեր որ ինչ որ իմաստներով, ասենք, բաժանություն էին վերապրում այդ պահին, կամ հեռանում էին իրենց սիրած տղամարդուց, կամ սիրելի տղամարդներ իրենից հեռանում, խոսքով այսպիսի բաներ եղել են, ինձ շատ են գրել սոցկայքերում աղջիկներ դեռահաս, որոնք որ նույնիսկ իմ խորհրդի կարիքն են այդ պահին ունեցել, այդ երգը լսելիս ուժեղացել են, հաղթահարել են ինչ-որ բաներ իրենց կյանքում եւ ես այնքան լավ էի զգում, ուղղակի եթե ամփոփեմ այս հարցը, իմ երաժշտության մեջ կա մի բան, որը անհերքելի է, դա անկեղծությունն է, իսկ անկեղծությունը ունի այդ ուժը ներազդելու մարդկանց ներաշխարհի վրա։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որովհետև նշեցիք անկեղծությունը ու բազմիցս անգամ երբ նայել եմ ձեր հարցազրույցները, միշտ դուք անկեղծ եք եղել, ինչը բխել է մարդկանց մի ստվար զանգվածի կատաղությունը ձեր անձի նկատմամբ։ Այո, հնարավոր է։ Բացատրեմ ինչ եմ ասում, որովհետև տեսեք, երբ որ ձեր ամուսնու հետ հաղորդման եք հրավիրված ու ուղղակի այն կատակի ֆոնի վրա ձևավորված է ձեր անմիջականությունը, մարդիկ չգիտես ինչու հակառակ էֆեկտ ստացավ։ Այո։ Նկատել եք, միշտ մարդիկ չեն սիրում անկեղծությունը տեսնել։ Միշտ երբ որ ինչ-որ անկեղծ բան են տեսնում, միանգամից այդ անկեղծության վրա հարձակվում են, հենց տեսնում են, որ դուք անհատ եք, կարող եք ձեր կարծիքը հայտնել կամ ինչ-որ մի բան, միանգամից հարձակվում են, ո՞նց եք հաղթահարում դա։
Անկեղծ ասած, այդ հաղորդման մասին եթե խոսեմ, այդ հարցազրույցի առաջին անգամ էր, երբ ամուսնուս հետ միասին ենք, ինձ համար էլ շատ անսպասելի էր մարդկանց այդ ռեակցիան մեր այդ հումորային դաշտի հանդեպ, հա։ Նախ պիտի նշեմ, որ անկեղծ լինելու համար պետք է առաջինը լինել համարձակ։ Իսկ ես համարձակ եմ ինձ համարում, ինչու, որովհետև դեռ դպրոցական տարիքից ես չեմ վախեցել արտահայտել կարծիք, որը որ իմն է, եւ ոչ թե կամ ասել բաներ, որոնք որ ինձանից չեն սպասում են այլ բան, բայց ես մատուցում եմ այն, ինչ ես կամ։ Դա արդեն համարձակության նշան էր դեռ փոքր ժամանակվանից, ու ես շատ շնորհակալ եմ, որ ես այդպիսին եմ, որովհետև դա նախ եւ առաջին բնությունն է, երկրորդն էլ շնորհիվ հայրիկիս, որտեվ ես ընկեր եղել եմ հայրիկիս հետ եւ ինքը միշտ ինձ ասել է երբեք ինքդ քեզ չդավաճանես ոչ մի դեպքում դա ինձ մեծ ուժ է տվել միշտ իսկ մեր հանրությանը չգիտես ինչու կարդալով YouTube-ում որոշ կոմենտներ եւ այլն բոլորին չգիտես ինչու թվում էր որ ես ամուսնությունից հետո եմ այտենց համարձակ դարձել, այսինքն հանգստացել եմ, առանց հասկանալու, որ ես տեսակով այն մարդը չեմ, որ ամուսնությունը պիտի ինձ համարձակ դարձներ կամ ոչ, կամ մայրանալը։ Ամուսնությունը կարող է տալ լիարժեքության զգացողություն իբրև կին։ Մայրությունը կարող է դարձնել շատ ավելի ուժեղ, հզոր, պատասխանատու, բայց ոչ մի դեպքում ոչ համարձակ, որովհետև համարձակ կամ լինում ես, կամ չես լինում։ Դե իհարկե շոկային էր ինձ համար այդ կոմենտները, այդ կարծիքները, որոնք որ հիմք չունեին իրականում, որովհետև նորմալ մարդիկ, ովքեր որ դիտել էին հարցազրույցը, միանշանակ հասկացել էին, որ մենք հումորով իրար գծում ենք, ինչը ինչ-որ յուրահատուկ համու հոտ է տվել, որտեվ այն մարդիկ, ովքեր մեզ կյանքում ճանաչում են, այդ խոսակցությունները գիտեն, սովոր են, ծիծաղում են, անցնում են, գնում են եւ այլն։ Գիտեք ինչ, ես այսպես նայեցի, սկզբում շատ բարկացա իհարկե, որովհետև ես չէի ցանկանա տեսնել իմ ազգի այդ չափ ցածր մակարդակը ու մասնավորապես ոչ թե տղամարդկանց, այլ կանանց։ Ու երբ որ ես եղել է որ մտել այցելել եմ այդ գրողի էջը հասկանալու համար լավ ով է ինքը։ Ես ուզում եի նրանց դեմքը տեսնել, հասկանալու համար ինչու։ Եվ հասկանում էի, որ ընդհանուր առմամբ կանայք են, ովքեր որ տանն են, չեն աշխատում, չունեն իրենց անձնական դաշտը, իրենց անձնական երջանկությունը, եւ այդ դեպքում ես արդեն լռում էի, համակերպվում էի, որովհետեւ այս դեպքում գիտեք մի խոսք կա, ասում են միայն դժբախտ մարդը կարող է թունավոր կերպ արտահայտվել, այն էլ կին ուրիշ կնոջ հանդեպ, որովհետեւ ինքը չունի դա Եվ որպես կանոն նմանատիպ կանայք երազում են այն ամենի մասին, ինչ ունես դու։ Ցավոք։ Ճիշտ է, եկանք էլի Արտուր Գրիգորիչի ասածին մարդ մնացեք։ Միանշանակ։ Ուրեմն տարիներ առաջ ես բեմում ելույթ եմ ունեցել ու հիշում եմ ոնց էր ոտքերս դողում, բառից բուն իմաստով։ Իսկ ձեզ որ բեմում տեսնում եմ, թե առաջին օրվանից կարելի ասել, ավելի ինքնավստահ եք, հենց մի քանի տարի առաջ ես նոր որ սկսել էիք, միանգամից այդ ինքնավստահությունը կար։ Ուզում հասկանամ դա բնատուր է, թե ինչ որ տարիների ընթացքում ձեռք բերովի է, ոնց է եղել։ Կարծում եմ առաջին հերթին դա բնատուր է։ Այդ օժտվածությունը, որովհետև ես դեռ մանկապարտեզային տարիքից տիկտիկներից շարում էի բազմոցին, հագնում էի մամայիս այդ բարձր կոշիկները ճիտքերով եւ մամայիս կեսները, մեյքափ էի անում եւ տիկտիկներից համար համերգ էի տալիս։ Շատ ծիծաղալու էր, ասենք երևի 4-5 տարեկանից, ես շատ լավ հիշում եմ։ Մինչ մանկապարտեզ, թե մանկապարտեզային, հետո արդեն ավելի գլոբալ դպրոցում ավելի ինչ-որ, չգիտեմ, ինչ աստիճանի համերգներ էին մեր տանը, ես միշտ սիրել եմ ուշադրություն ինձ վրա։ Այսինքն ինչ է նշանակում, արդեն նշանակում է, որ ես սիրել եմ այդ ուշադրությունը եւ չեմ ամաչել դրանից։ Կարծում եմ դա հենց բնությունս է, հետո արդեն կյանքի բերումով է այդպիսին դառնում հայտնվում ես այնպիսի վայրերում, շրջապատում, որոնք որ այն մարդկանց շրջապատում, որոնք որ քեզ նման են պարզապես, էլի բաց են, ազատ են եւ չեն կաշկանդվում։ Այնքան շնորհակալ եմ, որ ես բարդույթներ ունեի
սկզբում, բայց այդ բարդույթները գնալով չքվեցին, այսինքն անեացան, հիմնականում հակառակն է լինում։ Փոքր ժամանակ չես ունենում բարդույթներ, հետո ձևավորվում են այդ բարդույթները, որովհետև միգուցե սխալ մարդկանց շրջապատ ես ընկնում, մարդիկ են լինում, ովքեր որ քեզ խոսքով վիրավորում են եւ դա քո մեջ մնում է։ Այո, փակում են։ Իմ կողքին միգուցե ես բախտավոր եմ, որ ինձ սիրել են, իմ ընկերական այդ բոլոր շրջապատները, որտեղ որ ես հայտնվել եմ, շփվել եմ, ինձ սիրել են։ Շատ սիրել են հոգուս հետ խաղալ եւ միշտ ասում են մենք ուրիշների հոգու հետ չենք ուզում խաղանք, հասմիկ, որտեվ քո հետ այդ այնքան ուրիշ է, որտեվ մենք ինչ ուզում ենք, դու այդ ռեակցիան տալիս ես։ Ներվեր էմոցիաները, այո, ներվայնանում են, նյարդայնանում են։ Կարծում եմ այդ ամեն ինչը միասին, հետո արդեն երբ գալիս է գիտակցումը, այն արդեն հասունությունը, երբ որ դու արդեն քեզ ընկալում ես իբրև արտիստ, բեմի մարդ, այդ ամեն ինչը իրականում չքվում է, այդ հուզմունքը ինձ մոտ մենակ մի ձևով է մնացել։ Նախ ծնկներս մի քիչ դողում են։ Իմն է։ Այո, այդ պահը կա, բայց առաջի 5 վայրկյանն է։ Այսինքն ես այդ մտնելը բեմ, եթե ես այդ էներգիայի փոխանակումը եղավ, ես տվեցի, հանդիսատեսն ընկալեց, ես այսպես խորշուն չեմ հաշում եւ արդեն բեմը իմն է։ Գիտեք ինչն է հետաքրիր, տարիներ առաջ երբ ես մանկապարտեզում էի, դպրոցում էի, անդադար ինձ էին էլի բեմը տրամադրում, չգիտես ինչի, նույնը ինչը ձեզ մոտ, բայց միևնույն է, ես հենց բարձրանում եմ բեմ, իմ ոտքերը դողում են։ Պետք է մի քիչ աշխատես ինքդ քեզ վրա, կարծում եմ։ Շնորհակալություն խորհրդի համար։ Ձեր ընկալմամբ ինչն է իսկական կանացիության ուժը։ Կարծում եմ մենք չենք կարող խոսել այդպես շատ գլոբալ իսկական կանացիության ուժի մասին, որովհետև տարիների ընթացքում ես մի պատասխան ունեի դրան, խելամտությունը, իմաստությունը, նմանատիպ բաներ էին, պատասխաններ էին իմ մտքում այդ հարցին, բայց հիմա ես հասկացել եմ, որ դա շատ հարաբերական երևույթ է եւ շատ ինդիվիդուալ, որովհետեւ ընթացքում հասկացա, որ այն ուժը, որը քոնն է, մյուսի համար դա թույլ տեղ կարող է դիտարկվել ուրիշ մի աղջկա կամ կնոջ համար, այսինքն յուրաքանչյուր կնոջ այդ իսկական ուժը, այն ամենակարևորը, որով ինքը հաղթում է ամեն ինչ այս կյանքում, առանձին է ձևավորվում ըստ նրա ապրած կյանքի, անցած ճանապարհի եւ իհարկե շատ մեծ նշանակություն ունի, թե ինքը ինչ միջավայրերում է եղել, ինչեր է հաղթահարել եւ ինչ տղամարդիկ են եղել այդ կնոջ կողքին։ Ես դա չեմ կարող չնշել, որովհետեւ կանացիության ուժը բնությունից մեզ տրվում է։ Մենք շատ ուժեղ ենք, հենց ծնված վայրկյանից, որ լույս աշխարհ ենք գալիս, թող չվիրավորվեն մեր շատ սիրելի եւ հարգարժան տղամարդիկ, բայց մենք այսպես թե այնպես ուժեղ ենք ծնվում, որովհետեւ մեզ է տրված մայրանալու դերը, մեզ է տրված այդ բոլոր տանջանքների, ես չեմ վախենում այդ խոսքից, տանջանքների բուն իմաստով միջով անցնելը, մեզ է տրված շատ ու շատ բաներ այս կյանքում, որ մենք պետք է հաղթահարենք եւ էլ չեմ խոսում այդ օվկիանոս համբերությունը։ Մեզ է տրված։ Եկեք չգնանք շատ հեռու, տղամարդը, հա, պապան, երբ որ 2 ժամ երեխաների հետ զբաղվում է, արդեն իր մոտ արդեն ստրես է սկսվում։ Իսկ մենք ամբողջ կյանք հասկանում եք ժամեր։ Մի խոսքով չեմ ուզում մանրանալ, շատ ու շատ բաներ կարող եմ ասել եւ ապացուցել, փաստացի, որ դա այդպես է, չնայած կան ի ուրախություն ինձ այս պահին շատ ու շատ տղամարդիկ իմ շրջապատում, իմ միջավայրում, որոնք որ դա շատ հեշտ ընդունում են, ես ասում եմ, հա, դուք ճիշտ եք։ Դու ճիշտ ես։ Հիմա իսկ գլոբալ իմաստով, եթե այս հարցին փորձեմ պատասխան տալ, կնոջը շատ մեծ ուժ է տալիս իմաստությունը, այդ եթե մի քիչ այսպես շատ լայն պատասխանեմ հարցին, ինչի, որովհետև իմաստուն կինը արդեն շատ ու շատ հարցերի պատասխանները ինքը իր մեջ գիտի եւ գիտի ինչպես վարվել միջավայրի հետ, գիտի ինչպես ասենք վերաբերվել նույն սկեսուրի հետ,
որպեսզի լավ լինի ամեն ինչ, նույն ամուսնու հետ, նույն երեխաների, նույն ընկերուհիների, ընկերների, իմաստուն կինը արդեն որ դիմացինի հետ շփվում, արդեն գիտի իրեն ոնց դրսևորի։ Դա է հարցը, եւ ըստեղ խոսքը միայն դրսևորման մասին չի, հա, մարդկային հարաբերությունների մասին չի։ Կնոջ մեջ արդեն այդ ամեն ինչը կա։ Այ խելացի կինը կարողանում է իր մեջ գտնել այդ ուժը ու կիրառել ոչ ի վնաս, որտեվ կնոջ ուժը կարող է նաև ահաբեկիչ լինել։ Եթե նա ցանկանա, նա կարող է ամեն ինչ քանդել։ Տղամարդը չի կարող, կինը կարող է։ Համ կառուցողն է կինը, համ քանդողը։ Եվ կառուցողն է, եւ քանդողն է, երկուսն էլ շատ լավ է մեզ մոտ ստացվում, պարզապես ես միշտ ասում եմ, պետք է յուրաքանչյուր ոք, թե կին, թե տղամարդ ապրի այնպես, որպեսզի չտրորի ոչ ոքին։ Մնալ մարդ։ Բայց հիմա մի փոքր փոխվել է, քանի որ ես նկատում եմ, որ տղամարդիկ նույնպես օգնում են կանանց, տարիներ առաջ եթե լիներ, չի համաձայնվի, որովհետև այն թեզը, որ տղամարդը անգամ երբ որ սեռը իմանում էին, տղամարդ էր լինում, ուրախանում էին։ Հիմա նկատում ես նաև շատ են անում գենդեր փարթիներ, եթե աղջիկ է լինում, շատ ուրախանում են։ Եվ ամեն ինչ փոխվել է, հուսամ դեպի լավը գնում ենք։ Եվ կարծում եմ, որ արդեն ավելի շատ տղամարդիկ կօգնեն իրենց կանանց, որովհետև հայ կնոջ կերպարը ավելի եթե տեսնես տանջված է, չգիտես ինչի, նույն մեր տատիներին որ նայես, ավելի տանջված են, ավելի սենց շատ սենց դե պարզ է, տատիկները, նույն մայրիկները, մեր այդ հայ կին ասվածը, հա, իրենց դեմքում, թե տատիկի դեմքում, թե մամայի։ Ես կարծում եմ, որ հիմա շատ բան է փոխվել, այո, եւ դեռ կփոխվի, որովհետեւ եկող սերունդը, նույնիսկ ինձանից հետոյի հետոն, ես նայում եմ իրենց, շփվում եմ, եղել են առիթներ, ես հասկանում եմ, որ իրենք նախ շատ իրենց սիրում եւ հարգում են աղջիկները հիմա, մեզանից շատ։ Եվ նույն կերպով տեսնում եմ, որ երբևիցե թույլ չեն տա, որ նույնիսկ իրենց ամուսինը իրենց ոտնահարի կամ իրենց իրավունքները ոտնահարի, այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Հետո ձեր ասածը, որ կինը ավելի իմաստուն է լինում, ավելի հաղթահարում է, այդ իմաստությունը մեր ժամանակ գալիս էր ինչ-որ սխալներից, իսկ հիմա արդեն ինձ թվում է ծնե է լինում, չգիտես ոնց։ Ես կարծում եմ արդեն կինը, որ լույս աշխարհ է գալիս, ինչպես ասեցի, այդ ամեն ինչը կա, այդ ծրագրի մեջ կա։ Ուղղակի այստեղ կա մի հասկացողություն, որի մասին շատ այսպես ծավալուն չեմ խոսի, որտեղ ինքը շատ լայն թեմա է։ Այսինքն ասում են երեխաները պատասխան են տալիս իրենց ծնողների սխալների եւ ինչու՞ չէ նաեւ ապրելակերպի համար։ Ես ուղղակի հորդորում եմ մեր հայ մամաներին այս իմաստով, երբեք եթե դուք ապրել եք եւ տանջվել եք, հա, ձեր ընտանիքներում, որտեղ որ հարս եք գնացել, ընտրություն եք արել եւ գնացել եք այդ ընտանիք կամ առանձին եք եղել ձեր ամուսնու հետ, կապ չունի այս դեպքում, այն կյանքի որակը, որը որ դուք եք ունեցել, դա միայն ձեր խելքից եւ ձեր կուլ տալուց բխող բաներ են շատ հարցերում, հա, երբեք մի մտածեք, որ թե ես սենց ապրել եմ, իմ աղջիկն էլ պիտի տենց ապրի, ոչ, մենք պիտի մաքրենք մեր սերունդները եկող, մենք պետք է աղջիկներին սովորացնենք ճիշտը եւ ոչ թե ասենք ես այսպես եմ արել, դու էլ արա, դա շատ սխալ է, դա կարման է արդեն սկսում աշխատել, դրա համար չասեցի չեմ ուզում այսպես շատ ծավալուն խոսել այս թեմաների շուրջ, որտեղ այդ թեմաները բավականին լուրջ, ապացուցված եւ բարդ են։ Ուղղակի ես որպես աղջիկ, օրինակ ինչ որ դժվարություններ կամ որպես մայրիկ, որ ես ունեցել եմ կամ ունենում եմ, բնականաբար ես ամեն ինչ կանեմ, որ իմ աղջիկը դա չունենա։ Եվ ճիշտ խորհուրդ կտամ։ Եկանք այն բուն թեմային, որ ամենակարևորը, որ դուք սիրեք ինքներդ ձեզ եւ հարգեք ինքներդ ձեզ։ Եվ վերջին հարցս, ինչպիսի հետք եք ուզում թողնել հայկական շոու բիզնեսում։ Ոյ, մշակույթում։ Չգիտեմ, ես թող այդպես, չգիտեմ, շատերը կմտածեն միգուցե ես խաղում եմ այս պահին, բայց ես չեմ խաղում։ Աչքերս վկա, հայացքս վկա,
երբևիցե չեմ մտածել, որ ես այն արվեստի մարդն եմ, որ պիտի հետք թողի հայ երկարվեստում, որտեղ որ ես եղել եմ կամ եւ Տեր Աստված թույլ տուր երկարատև լինեմ, որտեղ շատ եմ սիրում իմ աշխատանքը, բայց եթե հարցը այսպես ձևակերպվեց, հետք, գիտեք ինչ, ես ուզում եմ, որ մարդիկ ասենք իմ սերնդակիցները ինձանից հետո ովքեր որ հասցրել են կամ հասցնում են դեռ լսել, ունկնդրել իմ երգերը, գալ իմ համերգներին եւ այլն, պատմեն իրենց բալիկներին, իրենց հետո բալիկները իրենց բալիկներին, հիմա Փառք Տիրոջ կարող են սոցկայքերում միացնել իմ երգերը, ծանոթացնել եւ այլն, որ կար ժամանակին էսպիսի մի երգչուհի, երգում էր անձրևի մասին, ասենք անձրևի մասին, կամ ինքը շատ էսպիսի կերպար էր, անկեղծ էր, չգիտեմ, եթե նույնիսկ խոսացվի այդ մասին, ես ինձ շատ լավ կզգամ բնականաբար։ Տեսեք, ինչքանով ես եմ նկատել, կարող է սխալ եմ նկատել, կարող եք ինձ ուղղել, մեր արտիստների մոտ կա մի sense տպավորություն, որ իրենց չեն գնահատում, ու ես նկատել եմ դա ինչի։ Երբ որ արտիստը բեմում է, երբ որ արտիստը ողջ առողջ է, ամեն ինչ իր մոտ լավ է, նոր ու նոր երգեր է, ստեղծագործություններ է հանձնում դատին, չի գնահատվում այդ բանը, բայց Աստված մի արասե, հենց արտիստը մահանում է, բոլորը հիշում են, թե ինչքան էին իրան սիրում, ինչ քնքշությամբ են վերաբերվում, անգամ եթե այդ մարդը ամենավատ մարդն էր այդ բանին դրությամբ։ Այո, նկատվում է այդպիսի երևույթ ցավոք սրտի, նույնիսկ ես կասեի, որ մեր հայ ազգին դա շատ բնորոշ հատկություն է, այսինքն իրապես պետք է յուրաքանչյուր արժեք ներկայացնող, թե արվեստագետի, թե քանդակագործի, թե գրողի, թե պարուհու կամ պարողի գնահատել այն ժամանակ, երբ որ ինքը կա, ինքը շնչում է, ինքը ստեղծագործում է, ինքը արարում է, բայց այդ ժամանակ հիմնականում նախընտրում ենք ավելի չարախոսել այդ մարդու մասին, չգնահատել, քան երբ որ Աստված մի արասե ինքը այլևս այս կյանքում չի լինում, սթափվեք մարդիկ, որովհետև այդ այնքան կարևոր բան է, յուրաքանչյուր արտիստ շոյանքի, հա, այդ գնահատանքի կարիքն ունի առավել, երբ որ ինքը կա, երբ որ ինքը ապրում է, որովհետև դա իրեն թևեր կտա, որ ինքը էլի ստեղծագործի, նոր հետաքրքիր բաներ մատուցի եւ հարստացնի մեր արվեստի դաշտը։ Փառք Աստծո, դա ձեզ ընդհանրապես չէր վերաբերվում, քանի որ խոսում են ձեր համերգները, որը դուք անում եք, իդեպ երբ են ձեր համերգը, մոտ ժամանակներս։ Այո, այս տարի շատ ակտիվ եմ սկսել, ամիսը 1-2 անգամ համերգներով հանդես եմ գալիս, հասցրել եմ նոր տեսահոլովակ հանձնել լսարանիս դատին, ինչու ոչ, այո, եւ դեռ 2 ստեղծագործություններ կան, որոնք պետք է տեսահոլովակների տեսքով ավարտեմ, ընթացքի մեջ է ամեն ինչ եւ սիրով տեղեկացնեմ, որ հաջորդ համերգս տեղի կունենա մարտի 28-ին, արդեն Գարնան շնչով, մեր շատ սիրելի եւ ճանաչված Հին Անի մյուզիկ հոլում, որտեղ որ շատ հետաքրքիր, ջերմ, երաժշտական երեկո է սպասվում բոլորիդ, իդեպ ասեմ նոր քավերներ են լինելու, նոր 2 ստեղծագործություններ, այսինքն պրեմիերաներ են ունենալու, այնպես որ սիրով սպասում եմ իմ շատ սիրելի լսարանին։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Եվ ուզում եմ խոսքս ավարտենք Արտուր Գրիգորիչի խոսքերով, մարդ մնացեք մարդիկ, անկամ եթե ինչ-որ մի բան ձեր կյանքում այդպես չի գնում, միշտ հիշեք ձեր մեջի մարդուն, իսկ ձեր հետ առաքելությամբ կիններ եւ ես Իզաբելը կհանդիպենք։